Լավ, ասա։ Ում, Արվեստից է ուզում խոսալ այսօր, որ օրինակ գիտնականների մոտ ռեալիզմն է շատ, ասենք արվեստագետները ասում են իրենց մոտ ավելի զգացողական ինչ-որ բաներն են շատ այդ տարբեր փիլիսոփայական այդ մոտեցումների մասին է ուզում խոսայի, ինչ կա, ինչ հիմնական ուղղություններ կա։ Լավ թեմա է։ Մենք արվեստի մասին այդ ձայնագրությունն ենք վատեն YouTube-ում կա։ Ամ, Այդտեղ մենք հենց խոսում ենք թե ինչն է արվեստը եւ ոնց կարող ենք ինչն է բնորոշ ասենք դրան, ինչով է դաբերվում։ Ամ, Կարող ենք դրան հասնենք, բայց քո հարցը մի փոքր ուրիշ է ինձ թվում է։ Քո հարցը մեր տարբեր փիլիսոփայական կամ գաղափարախոսական ոնց ուղղություններն են եւ ոնց են մարդիկ իրարից տարբերում կամ թե ինչով են տարբերվում իրարից։ Ամ, Ենթադրելով, որ անձանոթ անձանոթ ենք այդ ամեն ինչի հետ, կարելի է սկսել նրանից, որ այս դպրոցները, որտեղ որ մարդիկ գաղափարախոսական ինչ որ սկզբունքներ են մշակում, ինչ որ չափով իրանք մ, տեսակետ կամ աշխարհայաց են բանանում, ներառում եւ ենթադրում։ Հաճախ դրանք պատմական պայմաններից ելնելով են առաջանում։ Երբ մարդիկ ինչ որ ապրումների արդյունքում կամ դժվարությունների արդյունքում իրանց իրականությունը ավելի շուտ իրանց իրականության մեջ շեշտվում են ինչ որ բաներ, որ գուցե մինչև են կարևոր չեն եղել։ Օրինակ տամ, երբ որ ը, Ռենեսանսի ժամանակ, որը մոտավորապես 1400-ականների վերջերում է սկսվել, գուցե ցակումը Գութենբերգի տպարանի բանն էր, ը, ստեղծագործություններ, որ թույլ տվեց, որ մարդիկ կարողանան հեշտությամբ եւ մեծ արագությամբ մեծ քանակի գրքեր օրինակել տպագրելով։ Միջարոց կողմնակի ասեմ, որ ը, մինչև են գրքերը ձեռքով էին մարդիկ օրինակում եւ 1400-ականների վերջերում 500-ականների սկզբներում մարդիկ, որ գրադարաններ էին հավաքում, գրադարանի հասկացողությունը իմիջիայլոց հեսա կասեմ որներ, իրանք ահագին երկար ժամանակ նախընտրում էին ձեռքով գրած գրքերը եւ համարում էին տպված գրքերը անորակ եւ էժան ինչ որ ը, ը, իր ողջույն Սուզի։ Ողջույն, այնքան էի ձեզ կարոտել։ Ինչ լավ է որ միացա։ Ամ, Ահ, ը, Քո բանը չմիացավ։ Այսինքն միացավ մինչև բան արեցինք անջատվել է։ ահ, Ինչևէ բանից ենք խոսում, ես ձայնագրում եմ իմիջիայլոց։ Ամ, Խոսում ենք արվեստից եւ դաբեր գաղափարախոսություններ իզմերը։ Ամ, Օրինակ էի բերում, որ Ռենեսանսի ժամանակ 400-ականների 1400-ականների վերջերում ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ասում էի, որ գիրք տպելու կարողությունը երևի գլխավոր հեղափոխական, գաղափարապես հեղափոխական ոնց որ փոփոխություններից մեկն է եղել։
Եվ ասում էի, որ մարդիկ մինչև են ձերքով էին օրինակում գրքերը եւ դա էր համարվում հարգի։ Գրադարանների հասկացողությունը մինչև են եւ դրանից երկար ժամանակ հետո եղել են անձնական, ոչ հանրային, որ նշանակում է, որ գրադարան հասկացողությունը այն չէ, որ մարդիկ գալիս էին ինչ որ միտեղ, որտեղ որ լիքը գրքեր կան եւ կկարողանային գիրք կարդալ կամ գիրք անգամ վերցնել տանել իրանց հետ, այլ գրադարանի հասկացողությունը սեփական հավաքածու է գրքերի, որ մեծահարուստ մարդիկ էին միայն ունակ ու այդքան անեին եւ միտքը որ շատ մեծ փոփոխություն է բնականաբագությունը եւ թույլ տվեց որ գրքերի գինը ահագին էժանանա եւ կային երկու ոնց որ մոտեցումներ, մեկը որ ողջունում էր այդ նորությունը որպես հնարավորություն ստեղծող գործիք, որ բոլոր մարդիկ կարողանան շատ ավելի էժան գնով գիրք ունենալ եւ մյուս մոտեցումը որ գիրքը արժեքազրկվում է եւ գրքի արժեքը ոնց որ իրա աշխատանքի մեջ է որ պահանջվում է որ հեղինակը պետք է կատարի եւ դրանից հետո եթե քեզ երկրորդ օրինակ է պետք ինչ որ մեկը պետք է նստի եւ ադագվի եւ իմ ջայլոց էզեվի աշխատանք կա մասնագիտություն կա որտեղ որ այդ մարդկանց գործն է բազաբես օրինակել ինչ որ գրություններ ամբողջ օրը իրանք գրում էին ուրիշ ոչ մի բան չէին անում այդ մարդիկ այդ առաջ բերեց 500-ականներին եւ 600-ականներին որ առաջ կային ինչ որ գոչվում է գիտական հեղափոխություն գիտական հեղափոխությունը որտեղ որ Գալիլեոն Նյուտոնը եւ մի շարք գիտնականներ սկսեցին մոտենալ ահագին հարցերի բավականին բավականին մտածված քայլերով եւ այն ենթադրությամբ որ կարելի է բնության եւ իրականության հետ կապված հարցերին պատասխանել ինչ որ քայլեր ձեռնարկելու արդյունքում որ դա որ այդ ամբողջը ոնց որ հույս գաղտնիքներ չեն հանելուկներ չեն որ անհնար են դրանք ոնց որ բացահայտելի եւ հասկանալը այս ամբողջը առաջ բերեց գիտական հեղափոխության եւ այդ հետադարձ ժողովրդի վրա ազդեց ժողովրդի վրա ազդելը անդրադառնում է փիլիսոփայության գրականության եւ անգամ արվեստի միջոցով, որտեղ որ մարդիկ սկսեցին իրականությանը մոտենալ եւ ամեն ինչ որ իրականության հետ է կապված, օրինակ մարդու կյանքը, կյանքի իմաստը, առողջությունը, թեմաներ, որ նախկինում առեղծվածային էին եւ գուցե հոգեվոր ոլորտի բնորոշ ինչ որ բան, գուցե անհասկանալի ուժերի մութ է, հանելուկ է։ Այդ ամեն ինչին սկսեցին մոտենալ որպես հաղթահարելի խնդիրներ եւ դա առաջ բերեց պրագմատիզմ հասկացողությունը մեկ վարքյան պրագմատիզմ հասկացողությունը կամ դպրոցը որը նշանակում է գիրառական ոնց որ մոտեցումը կամ արժեքները ավելի կարևորում էին մարդիկ, քանի որ ամեն ինչ կարելի է մտածված ձևով կատարել։ Նաև առաջ եկավ rationalism, որը բանական
մտածելակերպի արդյունքում կարող ես դու կամայական հարցի մասին մտածել, վերլուծել, հասկանալ եւ ինչ որ եզրակացության հասնել։ Նաեւ ինչ որ չափով առաջ եկավ ռեալիզմ հասկացողությունը, որը կարևորում է իրական ուժերը, իրական հանգամանքները եւ ոչ թե հեքիաթային կամ ցանկության հիման վրա կամ հույսերի հիման վրա ինչ որ աշխարհայց ասասուզի Ինձ հետաքրքիր է փիլիսոփայությունը ռաշնալիզմի հետ էր կապված։ ինչը ռաշնալիզմի հետ է կապված Փիլիսոփայությունը այս երեքից որի հետ էր ավելի կապված որպես գիտություն։ փիլիսոփայությունը փիլիսոփայությունը մի բան չի, փիլիսոփայությունը կարելի ասել մոտեցում է, գիտության նման է։ Դու գաս գիտական մոտեցումը գիվարես եղած խնդիրների վրա, նաև ապագա խնդիրների վրա, որ դեռ չենք էլ բացահայտել, որ այդ ձևի բան կարա լինի, թե նյութական, թե գաղափարախոսական, թե տեսական, թե վերացական մոտեցումը։ Նույն ձևով փիլիսոփայությունն էլ է մոտեցում։ Փիլիսոփայությունը երբ որ ինչ որ թեմա ես վերցնում եւ այդ թեման ուսումնասիրում ես եւ սկսում ես ավելի լավ հասկանալ եւ տարբերել նրբությունները, որ այդ թեմայի ներքում կան։ Դենց որ այս բոլորը փիլիսոփայության ոլորտի դիսցիպլինաներ են կամ գաղափարախոսություններ են։ Բոլորն էլ փիլիսոփայությունը ոնց ասեցի գործիք է ինչ որտեղ գիտության նման գործիք է չի սահմանափակվում, եթե դու ճիշտ ես կիրառում, ճիշտ է այստեղ իհարկե փոքր ճակերտների մեջ ճիշտ նկատի ունեմ, երբ որ կարողանում ես այդ գործիքի լավագույն կողմերը կիրառել քո ներկա խնդիրի վրա։ Փիլիսոփայել ինչ որ տեղ նշանակում է պարզապես ուսումնասիրել։ Հենց որ երբ որ մարդիկ սկսում են խոսալ ինչ որ երևույթի մասին եւ բացատրում են այդ երևույթը, ինչ ուժեր կան այնտեղ, ինչ առավելություններ ունի, ինչ թերություններ ունի, ումա օգուտ, ումա վնաս, ինչ երբ պետք է օգտագործել, ինչի պետք է օգտագործել, այդ ամբողջը փիլիսոփայություն է, որտեվ ի տարբերություն գիվարական աշխատանքին փիլիսոփայությունը չի փորձում գիվարել, անգամ եթե խոսում է գիվարման մասին։ Նրբությունը զգացի է։ Ճիշտ նույն ձևով որ գիտությունը չի փորձում որոշել ինչ ինչքան լավ կամ վատ կարա լինի ինչ որ բացահայտում, գիտական բացահայտում, ինչ որ փաստի բացահայտում կամ ինչ որ խնդիրի լուծում, ինչքան որ փորձում է կատարելագործել այդ բացահայտման գործողությունը։ Դենց որ օրինակ երբ որ մարդիկ բացահայտեցին որ իրականում մենք կարող ենք աթոմի ներքին ուժը արձակել, գիտությունը չորոշեց, որ մարդիկ ինչքան հաճախ եւ ինչքան մեծ ռումբ պետք է օգտագործեն եւ ով է արժանի որ այդ ռումբը օգտագործի եւ ով է արժանի որ այդ ռումբը իր վրա գցեն։ Այդ գիտության խնդիրը չէ եւ չէ էլ կարող լինել։ Դա ուրիշ ոլորտի խնդիր է։ Գիտության խնդիրը որ ինքը այդ ուժերը ուսումնասիրի եւ բացահայտի։ Իհարկե ամեն ինչ կարելի է վատ կամ լավ նպատակով օգտագործել, դա չի խնդիրը։ Խնդիրը որ առաջի հերթին պետք է ուսումնասիրես ինչ որ մի բան, որը դեռ գոյություն չունի անգամ, որ նոր բացահայտես, որ գիվարական ոլորտում ունենա ինչ որ օգուտ կամ վնաս։ Այդ թվում, երբ որ
բացահայտում ենք օրինակի համար այս դեպքում շատ կիրառական մագարտակի նոր էներգիայի աղբյուր, օրինակ, ոնց ատոմական էներգիան, եւ ատոմակայան կարող ենք սարքել եւ այլն, այստեղ փիլիսոփայությունը հետ է վերադառնում եւ սկսում է ուսումնասիրել հետևանքները այս նոր գիտության հասարակության վրա, մարդկության վրա, երկրի մոլորակի վրա, չէ՞։ Դա էլ է փիլիսոփայություն, որովհետև ինչ ես անում, ուսումնասիրում ես հետևանքները այս անգամ, եթե այս ձև օգտագործվի, եթե այն ձև օգտագործվի, եւ այդ հարաբերությունները, օրինակ երկրների եւ տարբեր ուժերի միջև, որը օգտագործում են այդ գիտությունը, որ իրանց շահերը պաշտպանեն կամ ուրիշներին ճնշեն։ Նույնիսկ այստեղ այս երկուսը շատ կարևոր հարաբերություն ունեն, փիլիսոփայությունն ու գիտությունը, բայց արժի դարբերել այդ ամեն ինչը գիվարական բանից, աշխարհից։ Հիմա հետ վերադառնալով այս հարցին, թե ինչ փոփոխություններ առաջ բերեց գիտական հեղափոխությունը, առաջ բերեց աշխարհայացի ոնց որ մեծ փոփոխություն, մեծ դարբերություն։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ իրանք իրանց կյանքը եւ իրանց արարքները հետևանքներից կտրված չեն։ Որ օրինակի համար մարդիկ, որ մտածում էին, որ եթե չես ուզում հիվանդանալ, ուրեմն դու պետք է մաքուր օդ շնչես եւ պետք է լավ մտքեր ունենաս, օրինակ կամ դրական ինչ-որ մտքեր ունենաս։ Իրանք հասկացան, որ իրականում դա հերիք չի, որտեղ հետևանք ունի, որ ձերքերդ կեղտոտ բերանդ ես ստանում։ Կամ երբ որ լավ չես մաքրում սննդամթերքը։ Եվ այդ բացեց նոր հնարավորությունների աշխարհը։ Երբ որ մարդիկ օրինակ հասկացան, որ անառողջ է, որ մահացած մարդուն տան մեջ երկար պահեն։ Անկամ եթե ինչ-որ ավանդական պատճառներ կային, որ ձևի բան անեին մարդիկ ինչ-որ տարածքներում։ Եվ սեն շարունակ։ Եվ այս ամբողջը բերեց, ոնց ասեցի, այս ռացիոնալիզմի, ռեալիզմի, պրագմատիզմի եւ մի շարք ուրիշ փիլիսոփայությունների, որոնք որ անմիջապես նույն ժամանակ չեն առաջ եկել, բայց իմաստը իմ ասածի, որ ինչ որ ժամանակ անց մարդիկ սկսեցին հոգնել այս մոտեցումից։ Եվ այստեղ է հետաքրքիր փաստը, որ գուցե բացահայտ չի։ Եվ 1800-ականներին, երբ որ արդեն իսկ սկսել է ինդուստրիալ հեղափոխությունը, որը բնական է, որ գիտական հեղափոխության շնորհիվ է եղել, որովհետև այդ կիրառական մագարտակի շարժիչները եւ այլ գործիքները, որ մարդիկ կարողացան ստեղծել, բնական է, որ օգտվել են գիտական առաջխաղացումից, որը տեղի է ունեցել նախորդ 2-300 տարիների ընթացքում։ Եվ այս ամենը ժողովրդին, հիմնականում Եվրոպայում, որտեղ որ այս ամբողջը տեղի է ունենում, ահագին հոգնածվեց եւ ինչ որտեղ հիասթափացվեց։ Եվ սկսեցին մարդիկ ապստամբել այս ձևի ստապ մտածելակերպի եւ աշխարհայացի դեմ ապստամբեցին, ասելով, որ ոչ, կյանքը շարժիչների միջոցով չի միայն, ատամնանիվներ չեն եւ մարդու զգացմունքները եւ հոգեվիճակը իրանք էլ են կարևոր, իրանք էլ են դեր խաղում եւ սկսեցին շեշտը դնել այդ զգացական աշխարհի վրա իդեմ ռացիոնալ պրագմատիզմի եւ ռեալիզմի,
Եվ դա առաջ բերեց ռոմանտիսիզմը։ Ռոմանտիսիզմը հենց այդ փիլիսոփայությունն է, մոտեցումն է, աշխարհայացքն է, որ ասում է, որ ոչ, երբ որ մենք մտածում ենք, որ գույների հարմոնիան շատ կարևոր է, այդ ոչ որովհետև այդ գույները մեզ տալու են արդյունավետ ինչ որ չեմ անում բան ադադություն, այլ որովհետև մենք ավելի լավ ենք մեզ զգում։ Սկսեցին շեշտը դնել զգացմունքների վրա, որը առաջ բերեց նոր հոգևոր գրոնական ինչ որ փիլիսոփայությունների, օրինակի համար առաջ բերեց Թեոսոֆիա անունով այս լավ չեղավ մի վարյան հույս ունեմ որ սենց անենք որ ճիշտ եմ գրում այս այմը ստուգեմ եթե ճիշտ եմ գրում Թեոսոֆիա մեկ վարյան ստուգում եմ արագեն Ես հիմա մտածում եմ ինչի են ինձ մարդիկ հաճախ ասում, որ ես ռոմանտիկ եմ ու ես դրանից նեղվում եի։ Այն առումով, որ շատ ուշադիր եմ ես զգացմունքների, մարդկանց էմոցիաների։ այո այո բայց ուշադիր եղի որ իմաստը որ այս պատմության մասին եմ պատմում որովհետև Արթուրի հարցի մեջ ներառվում է թե սրանք որտեղից են առաջանում եւ կարեւոր է որ մենք հասկանանք որ մարդկանց ապրումները եւ պատմական պայմանները եւ այն ուժերը որ մարդու վրա ազդում են շատ լուրջ հետևանքներ ունեն ողջույն անի փիլիսոփայություններից եւ գաղափարախոսություններից ենք խոսում հիմնականում իզմերը եւ դրանց պատմությունը եւ այս իմ պատմածը հիմնականում օրինակներ են իհարկե պատմության ընթացքում բազմաթիվ նման դեպքեր են եղել բայց ինչեւ է շարունակենք մեր պատմությունը որ հասկանանք ինչ է կատարվում այն սերունդը որ ծնվել է այն ժամանակ որ արդեն գիտական հեղափոխությունը ներկա է եւ անգամ գիվարական հետևանքներ են ունեցել օրինակի համար ինդուստրիալ հեղափոխության տեսքով այդ մարդիկ իրանք չեն տեսել ինչ է եղել կյանքը եւ ոնց է եղել կյանքը մինչեւ այդ ամեն ինչը երբ որ մարդիկ ավելի քիչ կարողություն ունեին քիչ իրեր ունեին քիչ հարմարանք ունեին իրանց կյանքի ընթացքում այդ ամբողջը չեն ապրել ճիշտ նույն ձևով որ նոր սերունդը որ այսօր նոր է սկսում դպրոց գնալ իրանք պատկերացում չունեին կյանքը ոնց է հեռախոսից եւ ինտերնետից առաջ իրանք պատկերացում չունեն որ մարդիկ ոնց էին զբաղվում ոնց էին իրանք ժամանակը անցկացնում ոնց էին որտեղից էին գիտելիք ստանում հետեւաբար չունեն այդ հնարավորությունը որ իրանք տարբերեն օրինակ այն փաստը որ հիմա համարյական մարդ կարա ինչ որ լուր տարածի եւ հետեւաբար կարա ինչ որ կեղծ ինֆորմացիա տարածի չկա այդ նրբությունը որ որտեղից է այդ առաջանում եւ դա նշանակում է որ ենթադրվում է որ ամեն ինչ գալիս է ինտերնետից ամեն ինչ գալիս է հեռախոսից առանց հասկանալու
որ այդ ամբողջը իրականում ոնց է լինում կամ ոնց պետք է լինի։ Եվ սա լուրջ հետևանքներ ունի հոգեբանության վրա, բանի վրա, մարդու աշխարհայացի վրա եւ այլն։ Հիմա շարունակելով այս բացմությունը, երբ որ ռոմանտիզմի եւ ապստամբությունը, ասենք, պրագմատիզմի եւ գիտական մոտեցումի դեմ սկսեց ուժեղանալ 1800-ականներին, դա առաջ բերեց գրոնական ինչ-որ շարժումների, որոնք որ չագետավոր ժամանակակից գրոններ են, որտեղ որ մարդիկ սկսեցին հետ գնալ եւ ուսումնասիրել, չագետավոր ուսումնասիրել հին հավատներ, հին սովորություններ, օրինակի համար սկսեցին հատկապես Եվրոպայում սկսեցին մահացած մարդկանց հետ խոսալ եւ այդ նպատակ ուներ, նպատակը, որ մարդը ինչքան էլ առաջ խաղացում էր տեսել իր անգամ կյանքի ընթացքում, բայց հաստատ որ մի քանի սերունդի ընթացքում գիտական առումով եւ ստեղծագործական առումով, ադատության առումով, բժշկական եւ այլ, այնքան էլ ինքը կարիք ուներ, որ հասկանա կյանքի իմաստը ո՞րն է եւ արտարացնի, թե ինքը ինչի է ապրում։ Հետևաբար, այդ բոլոր գիտական եւ գիվարական առաջ խաղացումները իրականում չօգնեցին մարդուն, որ պատասխանեց ձևի հարցերին, այլ տատարագությունը ստեղծեցին ինչ որտեղ, որովհետև սկսեց ավելի եւ ավելի հերանալ իր կարիքները հոգեկան, հոգեբանական, զգացմունքային եւ իրականությունը, որտեղ որ ամեն ինչ ավելի եւ ավելի հստականում է, ամեն ինչ ավելի եւ ավելի կարողանում ենք մեր կամքի տակ պահել։ Հետևաբար մարդը սկսեց ավելի քիչ հիվանդանալ, ավելի առողջ լինել, ավելի երկար ապրել ինչ որ չափով, սկսեց ավելի իր սնունդը կարգավորել, մեծ քանակի արտադրելով։ Եվ այս ամբողջը կամաց բերեց դրան, որ ավելի եւ ավելի ինքը առիթ ունի, որ վերադառնա այդ հարցերին եւ ասի ու են իմ հարազատները, մահից հետո ինչ ա լինում, ես ինչի եմ ապրում, ու եմ գնալու։ Եվ այդ հարցերը հետ վերականգնվեցին։ Եվ այդ բերեց այս նոր ինչ որ կոչվում է նոր գրոնների շարժում եւ թիոսոֆիան դրանցից ամենահայտնին է, որ միջայց մինչև օրս ինքը ունի ջրավորումներ, որոնք որ դրա տակ մտնում են այլ գաղափարախոսություններ, օրինակի համար New Age mysticism եւ New Age գրոնները, որոնք պսեդո գրոններ են ինչ որտեղ, կարելի է ասել, իրանք անգամ իրանց չեն անվանում գրոն, բայց ինչևէ, սա շարունակվում է մինչև օրս, որովհետև այդ խնդիրը էապես չի լուծվել։ Բայց նման երևույթներ տեղի ունեցան համաշխարհային առաջի պատերազմից հետո, որտեղ որ մարդիկ երբ որ հասկացան, որ այս ամեն ինչը որ մարդը ձեռք է բերում ուժերի տեսակետից, գիտության տեսակետից, կարողությունների տեսակետից, էներգիայի տեսակետից, վերջում օգտագործում է, որ ինքը իրան ոչնչացնի։ Եվ այս երկուսը ինչ որ ռոմանտիզմի ջուրից է գալի եւ ինչ որ կոնֆլիկտների եւ դաժան պատերազմների արդյունքում առաջ եկավ։ Եվ հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց մինչև այն արդեն սկսել էին, մարդիկ սկսեցին էգզիստենցիալիզմի մասին ավելի լուրջորեն մտածել։
Բայց իմիջիայլոց էգզիստենցիալիզմը հետաքրքիրով են ավելի հին է, ավելի շուտ է սկսվել գրոնական հողի վրա։ Ռոմանտիսիզմի ժամանակ, ռոմանտիսիզմից էլ մի բան շուտ։ Որտեվ նորից նույն կարիքները կային գիտական հեղափոխության եւ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում։ Հենց որ այս օրինակներ են, որտեղ որ մարդիկ տարբեր ը, ը, պայմաններում, երբ որ սկսում են աշխարհը ուրիշ ձև տեսնել, կամ ավելի շուտ աշխարհի իրանց իրականության մեջ գտնվող ուժերը տարբեր կարևորություններ այդ ուժերին նշանակել։ Եվ դրա արդյունքում իրանք սկսում են մտահոգվել ինչ որ հարցերի մասին ավելի շատ, քան ուրիշ հարցերի մասին։ Եվ այդ բանն է, այդ շեշտն է, որ իրանք դնում են ինչ որ հարցերի վրա, եւ որ սկսում են այդ հարցերը ուսումնասիրել, այդ ժամանակ դուրս է գալի նոր գաղափարախոսություն կամ նոր աշխարհայաց կամ նոր փիլիսոփայություն, որտեղ որ կենտրոնը կամ կարևորագույն հանգամանքը այդ աշխարհայացի մեջ լինում է հենց այդ մի գաղափարախոսությունը, որտեղ դա խնդիր է դարձել եւ կարևորում են հետևորդները այդ մի հանգամանքը կամ այդ մի նրբությունը ան հավասարաչափ մնացած ամեն ինչին։ Համարում են, որ դա է կարևորագույնը, գլխավորը։ Okay, ստեղ մի փոքր ստոպ տամ, տեսնեմ ինչ հարցեր կարող են լինել։ Այս որ իզմերը գրած այդ բոլոր իզմերից խոսել եք։ Մի քիչ։ Okay. Okay։ Սրանք օրինակներ են, շատ իզմեր կան։ Օրինակ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ մարդիկ հասկացան, որ երկու համաշխարհային պատերազմ համարյա մարդկության գործանեց եւ այդ ամբողջը առաջացել է պետականությունից, որտեղ որ ժողովուրդները կենտրոնացան իրանց պետության շուրջ իդեմ այլ ազգիներին եւ օտար երկրացիներին եւ այլ պետություններին, որը տարբեր անունների տակ առաջացավ, օրինակ նացիզմ, ֆաշիզմ, եւ դրանք էլ շատ հետաքրքիր պատմություն ունեն, որովհետեւ իրանք էլ էին փորձում վերադառնալ ինքնագոյատևման հարցին, որ չէ, մենք ենք ամենակարևորը, մենք ենք, որ ունենք արմատներ շատ հին, մենք ենք առաջնադեմ եւ մենք ենք, որ արժանի ենք լինենք գլխավորը, լինենք առաջինը, լինենք առաջնայինը, լինենք կարևորագույնը եւ այլն եւ այլն։ Եվ սկսեցին հալածել ուրիշներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ հստակ էր, որ մրցակցությունը լինելու է ոչ թե ռազմական ուժի վրա, ոնց նախորդ 100 տարիների ընթացքում առնվազն, եթե ոչ ավել, իրականում բռնի ուժը շատ վաղուց պատմություն է, բայց հատկապես նախորդ 100 տարիների ընթացքում ոնց եղել է 800-ականների երկրորդ կեսում Եվրոպայում մինչև 45-46 թվականը, երբ երկրորդ համաշխարհային պատերազմը վերջացավ, այլ մարդիկ հասկացան նաև, որ
մոտեցումը շատ վտանգավոր է, որտեղ որ մարդկությունը կարող է գործանի ինքի իրան եւ շեշտը գնաց տնտեսության վրա, տնտեսական մոտեցումի վրա։ Սարը պատերազմը ինքը սարը չի միայն որտեղ ռումբ չէին օգտագործում, փամփուշտ չէին օգտագործում, այդ իրականում մի քիչ ռոմանտիզացված մոտեցումն է, որտեղ գլխավոր երկու ուժերը Սովետ Միություն եւ Ամերիկա իրանք մեկը պրոքսի պատերազմներ կատարում էին իրար դեմ։ Պրոքսին հիշացնեմ ձեզ, որ պրոքսիմա կամ պրոքսիմուս բառից է գալի լատիներեն, որը նշանակում է մոտիկ, եւ պրոքսին փոխարինում է հերու նպատակները ավելի մոտ ինչ որ նպատակով։ Օրինակ Սովետ Միությունը եւ Ամերիկան հակառակորդներ էին, եթե ոչ ամիջապես թշնամիներ, բայց իրար հետ պատերազմելը շատ վտանգավոր է, ատոմական ռումբերի վտանգի չափ վտանգավոր քայլ է, հետևաբար իրանք դա խուսափում էին եւ դրան փոխարինում էին ուրիշ երկրներում կոնֆլիկտներին մասնակցելով։ Օրինակի համար Աֆղանստանում, երբ որ ներխուժեց Սովետ Միությունը, Աֆղանստանը 70, ուզում եմ ասեմ 3 թվականին, մինչև 82 թիվ 9 տարի է դվել, եթե ճիշտ եմ հիշում։ Երբ որ ներխուժեց, Ամերիկան ֆինանսավորեց գրոնական ծայրահեղականներին, որը առաջ բերեց Ալ-Քաիդային եւ Բին Լադենին։ Եթե այս պատմությունները ցեզ ծանոթ չեն, խորհուրդ կտամ մի հատ Վիկիպեդիան բացեք։ Ալ-Քաիդան եւ Բին Լադենը իրանք հիմքն էին Աֆղանստանում, որը գվում էին իդեմ աթեիստ Սովետ Միության։ Զարմանալի չի, որ Ամերիկան ֆինանսավորեց հենց գրոնական ծայրահեղականներին։ Ինչու՞։ Որտև գաղափարախոսությունը այնպեսին էր, որ Սովետ Միությունը ոչ միայն թշնամի է, ոչ միայն օտար է, այլ Սովետ Միությունը անգրոն է, աթեիստ է։ Հետևաբար դա կունենա մեծ կարևորություն, մեծ քաշ եւ մեծ արձագանք ում մոտ։ Այն մարդկանց մոտ, որը դեմ են անգրոն անաստված ժողովուրդներին։ Ուրիշ ձևով ներկայացնել այդ իրականությունը շատ ավելի դժվար կլիներ։ Օրինակ, եթե Աֆղանստանի ժողովրդին ասեին, որ դուք պետք է ձեր անկախությունը ապահովեք, դա այնքան էլ բան չէ, մեծ համոզող բան չէ, դատապարտյալ չէ, որովհետև Սովետ Միությունը արդեն 15 երկիր էր միացվել եւ այդ մարդիկ ապրում էին տասնյակ տարիներ մինչև այդ պահը գես դարից ավել։ Հենց որ Աֆղանստանը, որ առանձնապես շատ մեծ բան չունի, պետականություն չունի, շատ դժվար կլիներ միավորել իրանց իդեմ Սովետ Միության նման գեր ուժի, ասելով, որ դուք պետք է ապստամբեք օտարների դեմ, որոնք որ ցեզ ջնշելու են կամ նման մի բան, որովհետև դա համոզիչ չէ լինի։ Բայց ասել գրոնականներին, որ դրանք անաստված են եւ ուզում են ցեզ գրոնը ջնշեն, շատ համոզիչ է եւ շատ վեհ բաժարը, որ մարդիկ կնան զոհվեն։ Եվ այդպես էլ եղավ։ Դա պրոքսի պատերազմ էր։ Եվ պրոքսի պատերազմները մինչև օրս շարունակվում են իմիջայլոց։ Օրինակի համար, երբ որ Սիրիայում նախկին նախագահի Ասադի դեմ սկսեցին ապստամբել Սիրիայում ինչ որ դարբեր խմբեր, ովքեր խառնվեցին։ Ռուսաստանը խառնվեց, Ամերիկան խառնվեց, Եվրոպան խառնվեց, Թուրքիան խառնվեց։ Ինչու՞։ Որտեղ բոլորն էլ իրար դեմ հաշիվ ունեն։
մաքրելու։ Բայց ոչ ոք չի ուզում անմիջապես մեկը մյուսի դեմ բանանի։ Իմիջիայլոց նույն սկզբունքով Ամերիկան եւ Եվրոպան, որ Ուկրաինային են օգնում, իդեմ Ռուսաստանին, նույն հաշիվն է։ Անմիջապես չեն ուզում կոնֆլիկտի մեջ մտնեն, չէ՞։ Բայց իրականում կոնֆլիկտի մեջ են։ Ուղղակի ուրիշ հողի վրա, բարձիորեն, ուրիշ երկրում, ուրիշ տարածքում եւ ուրիշ պրետենզիաներով։ Հիմա հետ վերադառնանք Սարը պատերազմին, որ նոր ասացի, որ իրականում այնքան է Սարը չէ, բայց հասկանում ենք ինչի է այդ անունը դրվել, որովհետև անմիջապես կոնֆլիկտի մեջ չէին գեր ուժերը։ Եվ այդ գեր ուժերը իրանք մրցակցում էին առաջի հերթին տնտեսական հողի վրա։ Ճիշտ է, այնտեղ նաև մրցակցություն կար ռազմական ուժի հիման վրա։ Եվ լրտեսական, եւ ինֆորմացիայի, եւ պրոպագանդայի, եւ, բայց մեկը հիմքում գլխավոր վեճը, թե որ մի տնտեսական մոտեցումը ավելի լավն է, ավելի առողջ է, ավելի ճիշտ է, ավելի։ Թե կապիտալիզմը, որ Ամերիկան եւ ոչ միայն Ամերիկան որպես պետություն, այլ Ամերիկան, Հյուսիսային Ամերիկան ամբողջովին, Եվրոպան, Անգլիան ներառյալ, Ավստրալիան, Նյու Զիլանդիան, ինչ որ հաճախ անվանվում է արևմուտքը, որդեգրել է, թե կոմունիզմը, որ չնայած ցակումը կոմունիզմի գերմանական է, Կարլ Մարքսի եւ Էնգելսի փիլիսոփայության արդյունքում, որ նույնց այդ գաղափարախոսությունը կոմունիզմի գալիս է ինդուստրիալ հեղափոխության արդյունքում, որտեղ որ ունևորները ըստ Կարլ Մարքսի շահագործում էին բանվորների դասակարգին եւ ինքը իր աշխարհ հայացքը ամբողջովին համարյա 100%-ով կառուցված է դասերի, ժողովրդի դասերի եւ դասակարգերի դարբերությունների միջև։ Այդ հանգամանքի վրա թե ինչն է մեկ մարդուն մեկ մյուսից տարբերում։ Իր կրթությունը, իր աշխատանքը եւ ինչ դասին է պատկանում ազնվականների, բանվորների, պաշտոնյաների կառավարության եւ սեն շարունակ։ Էդել է պատասխան ինդուստրիալ հեղափոխության կապիտալիստական ինչ որ Մարքսը անվանում է շահագործել։ Այդ շահագործման դեմ է այդ ամբողջը ուղված, այդ գաղափարախոսությունը։ Ողջույն Վիգեն։ Ողջույն։ Ես այս ամբողջը ուզում եմ նաև կապեմ արվեստի հետ, որովհետև այնտեղից սկսեց Արթուրի հարցը, բայց արդեն կարող ենք մենք տեսնել, որ այս ամբողջը շատ մեծ ազդեցություն ունի ժողովրդի հոգեբանության վրա։ Մեկ որովհետև իրանց աշխարհայացն է, որ որոշում է ինչ գաղափարախոսություններին ուշադրություն դարձնեն եւ գաղափարախոսությունները առաջ են գալիս հենց մարդու հոգեբանությունից եւ աշխարհայացից, բայց հետադարձ այդ աշխարհայացը երբ որ դառնում է արդեն փիլիսոփայություն եւ գաղափարախոսություն եւ դա դարձվում է եւ դառնում է գերուժ ինչ որտեղ հետադարձ ազդում է ընթացիկ եւ նոր սերունդների վրա։ Նենց որ երբ որ օրինակի համար աշխարհի համաշխարհային առաջի պատերազմից հետո 1920-ականներին սուրեալիզմը որպես գեղարվեստական ոճ առաջ եկավ։ Ստեղ դնենք սուրեալիզմ, որը Ունի հիմնադիր։
Երկու հոգի կան, որ մրցակցում էին, երկուսն էլ երկու հագարագոտ դպրոցներ են ունեցել եւ երկուսն էլ մանիֆեստոներ են գրել, թե ինչն է սուրեալիզմը եւ այդ անունն են սահմանել եւ այլն եւ այլն։ Հիմա անունները չեմ հիշում, բայց ֆրանսիացի բաներ էին, ֆրանսիացի են եղել։ Հետո տարածվել է այնտեղից ամբողջ աշխարհով մեկ։ Սուրեալիզմը իրականությունը վերցնում է եւ անդրամաբանական կամ անհնար ոնց որ ձևով է ներկայացնում թե արվեստի մեջ լայն իմաստով թե փիլիսոփայության մեջ եւ դա առաջ բերեց օրինակ նկարչության մոտեցումի սուրեալիզմի նույնպես գրականության նույնպես ռադիոյի եւ հեռուստացույցի մեջ հետակայում եւ այլն սուրեալիզմը լայն բան է շարժում է բայց իմաստը որ բառացի իրականությունը չեն ընդունում զգում եք այստեղ ինչա կատարվում ոնց որ ալիքի նման է որտեղ որ պրագմատիզմը եւ ռացիոնալիզմը եւ ռեալիզմը առաջ եկավ գիտական շարժումի հետ եւ ինդուստրիալ մինչեւ հեղափոխությունը ինդուստրիալ հեղափոխության ժամանակ մարդիկ ապստամբեցին դրա դեմ եւ հետ վերադարձան զգացմունքներին եւ հոգեվոր աշխարհին ասենք ռոմանտիցիզմով հետո նորից կոնֆլիկտների եւ պատերազմների շնորհիվ մարդիկ ավելի եւ ավելի գնացին գիվարական մոտեցումի զենք ռումբ իրար սպանել եւ դա առաջ բերեց սուրեալիզմը եւ էգզիստենցիալիզմը որտեղ որ մարդիկ իրականությունը մեկ բառացիորեն չէին ընդունում եւ ձև էին առնում եւ յուրատյուրում էին այնպես որ ներկայացնեն ինչ որ իրականություններ որ գուցե մարդիկ չէին նկատում եւ էգզիստենցիալիզմը հարց է բացվածում թե իմաստ ո՞րն է ապրելու իմաստ ո՞րն է այս կյանքի ինչ ենք անում խի ենք եկել խի ենք էստեղ եւ այս ամբողջը անդրադառնում է ինչի վրա նաեւ արվեստի վրա եւ արվեստի հետադարձ փիլիսոփայության վրա եւ մարդկանց աշխարհայացի վրա ուսեն շարունակ հենց որ այս իզմերը ինչ որտեղ ադացոլում են ժողովրդի հոգեբանությունը ինչ որ ժամանակաշրջանում բայց իհարկե չեն կարող ասել բոլոր մարդիկ մի ձև են մտածել կամ այս ձև են մտածել կամ այն ձև են մտածել ձև չի շատ ավելի բարդ է եւ դարածքային է եւ փոխվում է ժամանակի ընթացքում Իմիջիայլոց սրանցից հետո պոստմոդեռնիզմն է պոստմոդեռնիզմը 1900-ականի վերջերում է սկսել պոստմոդեռնիզմն էլ իր հերթին ժամանակակից կյանքից ելնելով է բանանում քաղաքի կյանքից ելնելով սկսում է ներկայացնել իրականությունը կամ վերլուծել իրականությունը եւ քրիտիկ անել ինչ որտեղ հացը այստեղ մի հատ արժից ես լսել ասա Մի հատ օրինակ կբերես սյուրռեալիզմից, ես լավ չպատկերացրեցի ինչա։ սուրեալիզմը Քանի հետ այս հարցնում մի բան էլ ասեմ էլի։ այո Ես գիտեի սյուրռեալիզմը արվեստի շատ նկարչական ուղղության մեջ արտահայտված ոնց որ բանա ճյուղա գրականության մեջ կամ մնացած տեղերը թե դա ոնց է արտահայտվում մասնավորապես դա էլ էլի օրինակներից մեջ ներառ որտեղ բաղ չեմ պատկերացնում ոնց է հնարավոր կարող ենք շատ հեշտությամբ գտնել օրինակներ միասին ես մի քանի հատ գիտեմ բայց կողացը լավն է սա սուրեալիզմի վիկիպեդիան է այս ամենահայտնի նկարներից է
Եվ այս նկարը, որ ստագորեն ֆրանսիացի է, հեղինակը ֆրանսերեն է գրած, առաջին կարդամ եւ կթարգմանեմ։ Ceci n'est pas une pipe։ Նշանակում է սա ծխմուճ չի։ Այս ինչ է նկարած։ Խմուրջ։ Եվ ինչ է նշանակում։ Իմաստը ո՞րն է։ Այսին։ Երևի իրականության ուրիշ աչքով նայելու Լավ, հողում լավ տալիս։ միտք է։ Ասենք Այո։ փայտա, օրինակ ծխամորճը դիտարկենք որպես իր նյութը կամ ձևը կամ նկար, որպես ինքը նկար է, ոչ թե ծխամորճ։ Ապրես։ Ով էս նկար է առաջի հետին։ Որտեղ սա նկար է։ Սա չի կարող լինել ծխմուճ։ Սա լավագույն դեպքում ինչ որ ծխմուճի նման մի բան է։ Չէ՞։ Էստեղ է որ կարողանում ենք հասկանալ ինչ է նշանակում բառացի չընդունել մի բան։ Որ եթե մենք նկարում ենք մի բան եւ ասում ենք մի բանի անունը, այդ նկարի հետ կապված կամ գաղափարապես խոսալու ժամանակ, միտք հաղորդելու ժամանակ, գրքում կամ անգամ երբ որ մի բանի մասին ենք խոսում, դա չի նշանակում, որ մենք այդ բանն ենք անմիջապես ներկայացնում։ Օրինակի համար բառերը ինչ են, ձայներ են, գաղափարներ են։ Իրանք այդ բանը չեն։ Նույն սկզբունքով, եթե մեկին ասես դու չեմ անում, էշ ես, չի նշանակում բառացիորեն, որ այդ մարդը էշ է։ Եվ այդ երկուսը դաբերելը շատ կարևոր է։ Որտեղ մի դեպքում բառացիորեն ընդունում ես, որ ինքը քեզ այդ խեղճ կենթանու տեղն է դնում, բայց մյուս դեպքում կարող ես հասկանալ, որ այդ մարդու մտքում այդ երկուսը գաբակցվում են ինչ-որ բանով, բայց իրականությունը չփոխվեց։ Եվ սեն շարունակ, սրանք սա արվեստի կարևորագույն գործիքներից մեկն է, որ մեզ նոր ձևով ներկայացնի ինչ որ մի բազ հասարակ հասանելի մի բան, միտք, երևույթ, իրականություն կապ չունի։ Եվ այս նկարը հայտնի է դրանով, որ ստիպում է քեզ մտածես այդ ամենահասարակ բանի մասին։ Թե ինչ է նշանակում մի բան անվանել։ Ինչ է նշանակում մի բան ներկայացնել, ինչ է նշանակում մի բանի մասին խոսալ։ Այս նրբություններն է։ Տեսնում եք։ Նենց որ մինչև եթե բազապես այս գրությունը չլիներ, սա գլիներ բառացիորեն ծխմուջի նկար։ Եվ եթե մեկին հարցնեի ինչ է, բացահայտ է պատասխանը լինելու։ Բայց այս գրությունը ավելացնելով հեղինակը ստիպում է, որ մենք ուրիշ ձևով տեսնենք այս ամեն ինչը։ Եվ ոչ միայն այս նկարը, բոլոր նման բաները։ Նկարները, գաղափարները, մտքերը, խոսքերը, բառերը, բառերի իմաստները, չէ՞։ Եվ այստեղ փոխվում է մարդկանց հոգեբանությունը։ Սա մի օրինակ։ Տեսնենք ուրիշ ինչ կա, որտեվ կարծում եմ Սալվադոր Դալիին պետք է հանդիպենք շուտով։ Սա էլ հայտնի գործերից մեկը, սա ոնց տեսնում եք փիղա, բայց նաև ուրիշ մի բան է։ Տեսնում եք, որ սա համ փիղա, համ փիղ չի։ Զգում եք, ոնց որ կացա լինի մեծ։ Գործարանային ինչ որ մի բան ոնց որ լինի։ Տեսնում եք նորից բանը անում։ Իրականությունը յուրատյուրում է, նենց որ ստիպում է մարդուն մտածի, օրինակ այստեղ գործարանի ներկայությունն է, նաև բնության ամենահայտնի բաներից մեկը, ինչ որ կենթանի, նաև մարդ կա այստեղ։ Տեսնում եք, եւ սա է մտածել է տալի, ստիպում է մարդուն, որ աշխարհը ուրիշ ձևով տեսնի։
Սրանք բաներ են, երևի թերթերից են։ Սա էլ է արվեստի մաս։ Բառը ինչ է նշանակում։ Սյուրռեալիզմ։ Սուրյալ բառացիորեն նշանակում է իրականությունից վերև, իրականության վրա։ Տեսնենք եթե այստեղ Ֆրանսերենով։ կարագում է, այո։ Տեսնենք եթե այդտեղից է գալի։ Ես որտեվ տենց եմ հասկանում, մի րոպե։ Չկա էտիմոլոգի։ Թող ամենավերևում։ Էսա։ Ասում է որ Գյամ Ապոլիներն է 1917-ին այդ բառը ստեղծել կամ հորինել երևի։ Մինչև 1924 այդ շարժումը ասում է չէ կայացած մանիֆեստո եւ այլն հրատարակել են մատիկ Փարիզն է իհարկե կենտրոնը ասում է բայց չի ասում բավի էսա ասում է չի բացատրում բավը չի ասում ինչքան նայում եմ չի ասում բառացիորեն ոնց է կառուցել կարող է այստեղ կարծում եմ դա շեշտը որ իրականությունից այն կողմ ես գնում որ չես փորձ բազաբես մի բան ռեալիստիկ չի իրականության համապատասխան այսինքն այլ իրականությունից այն կողմը մա չգիտեմ դրա հումանիշը ոնց կլինի բայց երևի այդ է ամբողջ իմաստը որ այդ բառն է մաթը հորինել ինչևէ այստեղ տեսնենք եթե էլի նկարներ կան Սրա մի հատ նկար Բայց վստահաբար սյուրռեալիզմը շատ ավելի հին է, քան ստեղծվել է։ Երևի ինչ որ հիմքերը դրվել են այդ ժամանակ եղել որպես ոնց որ ավելի ֆորմալ ձևակերպում ունեցող ինչ որ մի բան։ Հաստատ ժամանակներից շատ ավելի շուտ մարդիկ իրականությունը ձևափոխված ներկայացնելով իր բունեությունը ներկայացնելու փորձեր շատ արած կլինեն։ կարող է բայց այստեղ հարցը եւ սա շատ կարևոր բան է քո ասածը իմ ջայլոց բազաբես որտեվ նման մի բան եղել է չի նշանակում որ այդ էին մարդիկ փորձում անել եւ այստեղ շատ կարևոր է այդ նրբությունը սա առանց ես շփոթելու բանի նման է դրա նման է որ ես ասեմ որ ես վստահ եմ ասենք քո մոտ հիմա 500 դրամ կոպեկ կա ձեր այդ գրբանը տանես 500 դրամ կոպեկ անես Արդյոք դա նշանակում է որ ես գիտեի քո գրբանում ինչ կա Իհարկե ոչ որտեվ իմանալը ուրիշ մի բան է եւ դարբերվում է իապես ճիշտ լինելուց ճիշտ սխալ լինելը իմանալու հետ կապ չունի ճիշտ է որ եթե մի բան գիտես ավելի հավանական է որ ճիշտ լինես հակառակը ճիշտ չի ճիշտ լինելը ապացույց չի որ դու գիտեի որտեվ դա միակ ձևը չի ճիշտ լինելու ուրիշ ձևեր կան ճիշտ լինելու տեսնում ես եթե ես ասեմ ով է ֆուտբոլը ով դեմ է խաղում Madrid մեկ ասեց Ալթու Հա, Բարսելոնա Ռեալի, հա։ բա օքեյ Բարսելոնա Ռեալ հա եթե ես ասեմ բնդեմ որ Բարսելոնան 2-1 կրելու է եւ yok 2-1 ավարտի խաղը Արդյոք ես գիտեի արդյունքը 2-1 ավարտվել։ տեսնում ես Բայց Ռեալն է կրել։ դա տեսնում ես մոտ եմ բայց մեկա ես չգիտեի
ճիշտ լինելու շատ ձևեր կան, բայց ինֆորմացիան իմանալը միակը չի եւ ապացույց չի ճիշտ իմանալը, որ գիտեի ինչ որ բան։ Նույն ձևով պատմականորեն կարող է մարդիկ օրինակի համար նկարել են, կարողա չէ, լավ օրինակ տամ։ Նկարել են օրինակի համար մարդու մարմին արյուծի գլխով, չէ՞։ Անկամ քանդակներ կան։ Նկարել են օրինակի համար ձիու մարմնով մարդու գլուխ։ Ճիշտ է։ Բայց դա չի նշանակում, որ իրանք նկարում էին սուրյալ մոտեցումով, որտեղ որ փորձում էին իրականությունը յուրացնել, որ ինչ որ մի բան ասեն, այս փղի նման։ Ինչու։ Ինչու չի նշանակում դա։ Որտեղ ուրիշ բացատրություններ էլ կան։ Դա միակ բացատրությունը չի։ Օրինակ, եթե իրանք հավատում էին, որ իրոք գա մարդ ձիու մարմնով, ուրեմն իրանք չէին փորձում ներկայացնել ինչ որ սուրյալ մի բան, նույն ձևով որ սուրյալիզմը կատարեց 1900-ականներին, որտեղ իրանք ուրիշ նպատակ են ունեցել, ուրիշ դրդաբաժար են ունեցել, երբ քանդակել են կամ նկարել են այդ ձևի բան։ Միջայլոց ավելի լավ էսա գուցե էս մեկը էսա տեսնում եք սա կենտավրոս ա գոչվում հունարեն կամ center անգլերեն որը ձիու մարմնով մարդ է տեսնում եք նույնիսկ մենք կարող ենք ասել այնա սուրյալիզմը էս բայց ինչն է այստեղ ապացույցը որ սա սուրյալիզմ է եւ ոչ թե բառացիորեն այդ մարդիկ հավատացել են որ այս ձևի կերպար կա որովհետեւ եթե իրանք նկարագրում են իրական կերպար իրանք մտքում չնայած այդ կերպարը իրականության մեջ գոյություն չունի մենք չենք կարող 2000 տարի հետո 2500 տարի հետո գալ եւ ասել չէ իրանք գիտեին որ այդ ձևի բան չկա ուղղակի հատուկ էին արել որ որպես արվեստ որովհետեւ այդ չի այստեղ նկարածը սա բազապես արվեստ չի այն իմաստով որ փորձում են ոնց սուրյալիզմը ինչ որ պրովոկացիա անել սա իսկական պայքար է գնում կերպարների միջև եւ պատմություն կա որտեղ որ սա ինչ որ հայտնի կերպարը անուն ունի որ եկել է կրվում է այս կերպարի դեմ որը պատմություն ունի որը ամբողջը բանա չէ լրացնում է այդ պակասները ասա վիգեն Իսկ ինչ եթե սենց բաները ավելի հորինված կանոն լինեն, բայց կարող նաև իրականություն լինի, իսկ ինչ եթե ժամանակ եղել է, ենթադրենք, հիմա չկա, օքեյ, անցանք առաջ, հիմա ինչ որ հետքեր չեն գտնում եւ այլն եւ այլն։ Իրանք մտածել են, որ նման բան կա, հավատացել են, շատ լավ։ Իսկ ինչ եթե վերցնում են այնպիսի կերպարներ, այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն մենք գիտենք, որ իրանց իրականությունը որն է, օրինակ սարերը թե ոնց են եւ ջրերը ոնց են ու փորձում ես օրինակ չգիտեմ ջրից սարսը ստեղծել ցույց տալու համար ինչ որ մեսեջ փոխանցելու համար իսկ ժամանակին օրինակ այդ նպատակով հենց ակնհայտ այդ նպատակով իրանք էլ չգիտեմ ցույց են տալիս բացատրում են հեղինակը բացատրում է որ հենց այդ նպատակով էլ իրականացրել է այդ արվեստի գործը ու նմանատիպ փորձեր են արել վերջում դարձել այն ինչ-որ արվեստի գործ ու հետո դրանք հիմնականում տենց էլ լինում է չէ ինչ-որ արվեստի ճյուղ կամ ինչ-որ գործ ստեղծելու համար միշտ հիմքեր են ունենում դրանց առաջ ոչ մի ինչ-որ 100% նոր բան չեն լինում բավական հիմքեր են ունենում դրա վրա կառուցելու համար դրանք հանդիսանում են հիմք
ժամանակակից սյուրռեալիզմը կառուցելու համար։ Okay, բայց հացդ ո՞րն է, ես գուցե բաց թողեցի։ Ի սկզբանե էի հարցս տվել, նախորդից էր գալիս, որ իսկ ինչ եթե այն ժամանակ, երբ չկար սյուրռեալիզմը, չէր ֆորմալ դարձել, անուն չէր ունեցել, չէր ձևակերպվել, դրանից առաջ են սյուրռեալիզմ արել։ Ուղղակի այդ ժամանակա կոչվել, ֆորմալացել, չի հնարավոր չի այդպես լինի։ Դրանից առաջ սյուրռեալիզմ, ասում եմ, որ կարծում եմ, որ սյուրռեալիզմը եղել է, ոնց կարծում եմ, այդպես էլի մարդիկ փորձել են իրականությունը ձևափոխելով, այլ կերպ ներկայացնելով ինչ-որ մեսիջներ փոխանցել։ Գուցե, Բայց նոր ենք, բայց ճիշտ եմ հասկանում, թե չէ։ գուցե, բայց հենց այստեղ է որ մարդիկ տարբերում են բաժանները, պայմանները, նպատակները իրարից, որովհետև եթե ամեն ոչ ճշգրիտ ներկայացում արվեստի մեջ, նկարչության, քանդակագործության կամ այլ արվեստի մեջ, որտեղ որ ոչ ճշգրիտ ներկայացում կա, եթե դա համարենք սուրռեալիզմ, ուրեմն արժեքազրկվեց այդ բառը, որովհետև հստակ է որ տարբերություններ կան եւ այդ տարբերությունները շատ մեծ են։ Օրինակ, երբ որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ նկարագրել են իրանց գիծաբանությունից ելնելով ինչ որ տեսարաններ քանդակի միջոցով օրինակ, շատ դժվար է որ մենք այնտեղ բնդում անենք, որ իրանք փորձում էին իրականությունը յուրատիրել, որովհետև իրանք բառացիորեն էին ներկայացնում իրանց պատմությունը, իրանց դիցաբանությունը, միֆերը։ Այն ինչ որ հազարավոր տարիներ հետո սուրռեալիզմի շարժումի միջոցով առաջացավ, երբ ոչ ոք չէր փորձում նույնը անել, այսինքն չէին փորձում մարդիկ պատմությունը ներկայացնել, այլ իրանք փորձում էին բառացի ինչ որ իրականություն վերցնել եւ այնպես փոխել, որ այդ բառացի լինելը այլևս անհնար է։ Օրինակի համար հենց այս առաջի նկարը։ Հստակ է որ սա չի փորձում նկարել մի բան, որ կա իրականում ուրիշ ձևով, այլ փորձում է այս բարախաղը անել, որ մեզ ստիպի, որ մենք մտածենք, թե ինչն է եւ թե ինչը չի ցխամուր։ Դա էապես տարբերվում է սկզբունքով են։ Օրինակի համար սրա նման գործից, որտեղ որ սա ուրիշ կոմենտարիա ունի։ Եթե այստեղ ասել որ օրինակի համար սա չեմ անում մարդ չի, օրինակ, այն որ ձիու մարմին ունի, այլ չեմ անում ուրիշ մի բան է, եւ այդ ձևի ինչ որ բնդումներ անել, օքեյ, բայց այս կերպարը, որ կենթավրոս է կոչվում, շատ հայտնի այդ ժամանակ արդեն իսկ կայացած ինչ որ կերպար է, եւ շատ բառացիորեն է այստեղ նկարագրած։ Մարդ, որ ձիու մարմին ունի։ Այստեղ հստակ է որ կասկած չկա, որ բառացիորեն է նկարագրած։ Եվ եթե այս երկուսը այս եւ այս շփոթենք, ինձ թվում է շատ մեծ նրբություն բաց թողած կլինենք։ Եվ կան դեպքեր, որ դու ճիշտ ես ասում, որ մարդիկ վիճում են երկար, ասում են դարբերություն չկա, սա նույն բանի շարունակությունն է, սա հիմ բանա, որը վերաբացահայտվել է, գուցե, հա, կան այդ ձևի դեպքեր, կան դեպքեր, որ շատ ավելի դժվար են դարբերել իրարից, դու ճիշտ ես ասում այդքանը։ Ոչ բոլոր դեպքերն են, որ անվանում են մարդիկ դարբերվում են,
Բայց իմաստը անվանելու, որովհետև գիտակից օրեն նպատակադրված ինչ որ մի բան են անում մարդիկ։ Գիտակից օրեն նպատակադրված բան են փորձում անել։ Ինչ որ միտք են ուզում արտահայտեն։ Օրինակ, շատ լավ օրինակ է այս փիղը։ Որովհետև նույնիսկ եմ ասում, սա եւ փիղ է եւ փիղ չի։ Բայց մենք սա ճանաչում ենք եւ որպես բառացիորեն կենթանի, եւ որպես կենթանի, որը փոխարինվել է անշունչ, անզգա մետաղով։ Չէ՞։ Եվ սա իմաստ չունի իրականում, եթե ժամանակակից գործարանների եւ քաղաքների կյանքը հաշվի չառնենք։ Տեսնում ես ոնց։ Նույն ձևով որ մարդիկ այսօրվա դրությամբ երբ որ նկարում են էսա գտնեմ օրինակ այս սրանք ես ուզում եմ հիմա օրինակ այս ծևի նկար այս վիդեոյա ցավոք սրտի ես վիդեո չէի ուզում տեսնում եք այս նկարը բազաբես բնության նկար չի բառացի սա նաև կոմենտարիա է սա գնահատական միտք է արտահայտում որտեղ որ ասում է շատ բան ոչ միայն որ մենք աղտոտել ենք բնությունը այլ նաև մենք բառացիորեն կենթանիներին բանտարկել ենք տեսնում եք այս գոյան ինչ վիճակում է գտնվում բանտարկված է ինքը ամբողջ կյանքը դատապարտված է այս բանի մեջ ապրել եւ քաշ տալ այս ամբողջ այս ցանցը տեսնում եք պատկերացնում եք ինչքան մեկը նկարագրել է ծևի բան որ մարդը ինչքան աղտոտում է օրինակ բնությունը ինչքան վնասում ենք սպանում ենք այլ կենթանիներին չէ կարողանա այս նկարի զգացումները որ մարդը զգում է երբ որ նայում է այս ծևի նկար զգալ որովհետև դու քեզ կարաս պատկերացնես բանդարգված այս սրա նման եւ ամբողջ կյանքդ քաշես տալի միջած նկատում եք որ ոտերը չի կարող օգտագործել միայն թևերը կարող օգտագործի որովհետև ոտերը կորած են այդ ցանցի մեջ տեսնում եք ինչ դաժանա սա ժամանակակից իրականության վերաբերյալ բողոք է այս նկարը ուզի թե չուզի այդ ով նկարել է ինքը չի կարող այդքանը փոխել անկամ եթե նայողը չտեսնի այդքանը անկամ եթե նկարողը չի հասկացել այդքանը շատ հստակ է որ մտածող մարդու համար շատ հստակ է այստեղ ինչա կատարվում անհերքելի անխուսափելի է չէ տեսնում եք հենց որ պատկերացրեք այս նկարը որ ձերքով է նկարած լուսանկար չի նման մի բան է անում որտեղ որ մարդուն ստիպում է որ ինքը տեսնի ոնց է բնությունը փոխում մարդը իր շուրջ ճիշտ նույն ձևով որ այս նկարը ցույց է տալի մարդը ոնց է փոխում բնությունը եւ վնասում բնության եւ կենթանիներին իր շուրջ տեսնում եք ասա բացեմ հեսա մեկ վարյան հա շատ հետաքրքիր գործ է մեկ վարյան ես մեկը հիմա ցույց կտամ Աթուրը ասում է այս գործը իրան շատ է դուր գալի տեսնում եք
Ես այս նկարին բավականին երկար նայել եմ, չեմ ջոկել։ Հետո հուշել են ինչին պետք է ուշադիր լինեմ։ Հասկացել եմ։ Երևի այն մի վերջի գայլին, հա։ Այս մեկը Ահա, այս Երևի։ աջ կողմի ներքևի գայլին։ այս մեկը Այո, շատ լավ արտահայտում է խիղճը գայլի մոտ։ Միակ խղճով նայողն է, բայց մեկը շարունակում է իր գործը։ կարծում եմ էլի բան կարելի է նկատել, շատ բան կարելի է նկատել, օրինակ ոնց է հանձնվել այս գաղտնուկը, ոնց էս մեկը դեռ չի հարձակվել, բայց ատամները սված, Հան դեռ չի սա արձակվել, թե հա, երևի դեռ չի արձակվել։ դեռ չի հարձակվել, բայց մեկը ստագա որ մեծախորժակով պատրաստված է։ Բայց սա Բայց արվեստ է, թե արհեստական բանականությունն է Սարգսյանը, սա շատ նմանալի իր ոչին։ AI-ի սարկած չի, բայց այդ էլ է սիրուն էլի որ այդ վերջի գայլը անխիղճ ատամները սրած հələ չի հարձակվել, բայց այս խղճացող հայացքով արդեն հարձակվել է։ Արդեն հարձակվել է։ Այո, այո։ Այդպես լինում է Իսկ այս միջայլոց որ ոսկեգույնն ինչ է։ ես կարծում եմ Որպես սրբության նշան է։ մաքրության, Հա, հա, լուսավոր լինելը միշտ լույսը բավի հետ է կապված, չէ՞։ Մութն էլ չավի։ mhm, Լավ, հետ վերադառնանք։ Իմիջիալոց սուրյալ սուրյալ ասեցինք եւ մի հատ հետ վերադառնանք սուրյալիզմին, դեռ քերական եմ ասում։ Գրականության տեսակետից չնայեցինք ինչ բաներ կային այս բեմադրության մեջ մեկ վարքյան։ ഞാൻ նայեմ եթե այստեղ ինչ որ ինձ ցանոթ գործ կա։ Այդտեղ տեսա որ անդադ Ֆրոյդին է մեջ բերում, Ֆրոյդը ինչ կապ ունի սյուրռեալիզմի հետ։ Տեսնենք։ Հա, ասում է ազդեցությունը։ Ասում է չնայած սուրյալիզմը արվեստի հետ է միշտ կապված հիմնականում, ասում է շատ տարբեր բնագավառների վրա է ազդել, այդ իմաստով սուրյալիզմը ոչ միայն սուրյալիստներին է վերաբերում, որ իրանք են սուրյալիստ անվանում, այլ նաև դա դրան բանի մի շարք ստեղծագործական ակցիաների մասին էլ է խոսում կամ իրանց էլ է վերաբերում, որը ոնց որ փորձում էին ապստամբել եւ ջանք էին թափում, որ ազատագրեն մարդու երևակայությունը, liberate imagination, ոնց որ ստիպի քեզ, որ դու կարողանաս պատկերացնել բաներ, որ ինչև են գուցե բացահայտ չեն եղել։ Ասում է գումարած դրան, որ սուրյալիստ տեսությունը Հեգելի, Մարքսի եւ Ֆրոյդի մտքերի վրա է հիմնված, նաև dialectical բանի մտքի ոնց որ բանա, նաև այնտեղ դինամիկա է հետը կապված։ Այսինքն տարբեր տեսակետների միջև վիճաբանություն։ Բայց այստեղ է դա կապը, որ ասում է, որ կառուցված է սուրյալիստ տեսությունը Հեգելի, Մարքսի եւ Ֆրոյդի գաղափարախոսությունների վրա։
Կարամ ենթադրեմ ինչ նկատի ունի, Հեգելը, Մարքսը եւ Ֆրոյդը շատ դաբեր են իրարից, բայց երեքն էլ տեսել են, որ իրականության հիմքում թաքուն ուժեր գոյություն ունեն։ Մարքսի դեպքում շատ հստակ է այդ ոնց ասեցի դասակարգերի պայքարը, չէ, որ ազնվականները փորձում են ճնշել աշխատող բանվորական դասակարգին եւ հակառակ ուղղությամբ էլ բանվորները եւ աշխատող դասակարգը փորձում ապստամբի եւ բացվանա ազնվական դասակարգին։ Ֆրոյդն էլ բազա որ խոսել է հոգեբանության մասին, որը առաջանում է փոքր ժամանակ մանկուց եւ ահագին թաքուն ձևով ազդում է չափահաս մարդու պահվածքի, մտքերի եւ ազների ցանկությունների վրա անհայտորեն։ Հեգելը ավելի դժվար է որ հասկանամ ինչ բան ունի, բայց Հեգելն էլ մետաֆիզիկայի, իդեալիզմի ինչ որ բան է եղել, շատ ազդեցիկ կերպար է եղել, բայց այստեղ բացահայտ չի ինչ ձևով է սուրեալիզմի հետ կապված։ Գուցե իդեալիզմի պահով, որովհետև սուրեալիզմը ոնց տեսանք են փղի նկարը օրինակ կամ անգամ ծխամուջի պահով, թե ոնց իդեալիզմը կոտորվում է, երբ որ դու հասկանում ես, որ ինչի մասին որ խոսում ես, այդ բանի հետ կապ չունի։ Հենց որ այստեղ է որ իդեալիզմը կոտորվում է, որովհետև երբ որ դարբերում ես միտքը իր ներկայացությունից, չէ, անջատվում են իրարից։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք, չեմ անում, դրախտից, հա, կամ խաղաղությունից, սրանք գաղափարներ են։ Եվ երբ որ հասկանում ես, որ դրանք գաղափարներ են, ճիշտ այդ ցխեմուջի նման, որ նկարած է, որ բառացիորեն այդ նկարը ցխեմուջ չի, նույն ձևով, երբ որ մենք խոսում ենք օրինակ խաղաղության մասին, կամ դրախտի մասին, կամ դրանք բառացիորեն այդ բանը չեն։ Եվ այդ բանը չեն կարող լինել։ Հենց որ երբ որ մենք խոսում ենք, որ խաղաղություն կլինի, ենթադրենք, եթե չեմ ամ, այս բանը պատահի, կամ պատերազմը վերջանա, կամ այս կամ այն, դա դեռ չի նշանակում, որ բառացիորեն այդ գաղափարն է իրականանալու։ Որովհետև գաղափարը եւ խոսքերը եւ իրականությունը տարբեր բաներ են։ Գուցե այդտեղ է կապը Հեգելի։ Որովհետև սուրեալիզմը հենց այդ է անում։ Միշտ մեզ հիշեցնում է իրականությունը, միտքը եւ ներկայացումը, որ իրարից տարբերվում են։ Սրանք երեք տարբեր բաներ են։ Իդեալը միտեղ, իրականությունը մյուստեղ եւ արանքը ներկայացնելու միջոցը։ Բառերով, խոսքերով, արվեստի միջոցով, կամ ինչ-որ իրագործելով մի բան, տեսնում եք։ Եվ սրանք տարբեր բաներ են։ Առնվազն այս երեք տարբեր բաներ ունենք։ Okay. Հիմա այստեղ բազմաթիվ գործեր նշած է, որպես սուրեալիստական գրքեր եւ բանաստեղծություններ, բայց կարծում եմ արժի գնալ ավելի ուսումնասիրել, գուցե նմուշներ վերցնել, նայել, որ ավելի լավ գնահատենք ինչ ձևով են նկարագրված։ Բայց սրանք բաներ են, իմիջիայլոց կինոներ են։ Այս մեկը Դալիի կինոներից է, ինքը բազմաթիվ կինոներ է այդ ձև բան արել իմիջիայլոց։ Եվ բան են, իրա կինոները շատ նման են իրա նկարների, եթե չեք տեսել, շատ տարօրինակ բաներ են լինում, ասենք թռնում է, ինչ որ աթոռ է թռնում, ինչ որ խանաշփոթ իրա վիճակ է, որ ոնց որ նկարը լինի, ոնց որ իրա նկարները լինեն։ Միջա Դալիի նկարներից, եթե չեք տեսել, այստեղ կլինեն իրա հայտնի նկարներից մեկը տեսնենք այստեղ կա։ Այս օրինակ իրա կինոներից մեկի մեջից է։
Եթե չեմ սխալվում։ Ամ, Իրա նկատի ունենք իր ռեժիսուրայով Հա, նկարահանված, թե բայց էսի նկարը, էսի ուղղակի նկարը, ու էս տեսնում եք, այստեղ բաներ կան, լավեր կան, այս լավերը հետո ջնջել են, այս նկարը հատուկ նկարված է հենց այդ պահին նախքան էս սրանք ջնջելը։ Բայց տեսնում եք, այս ջուրը կարծում եմ իսկական է։ Սա բան չի, ստեղծած բան չի, ինչ են ասում, արհեստական բանականություն չի, AI չի։ Այս Սա սա հասարակ երեքշաբթի է, էլի իրանց տուն։ հա մոտավորապես։ Մոտավորապես, լավ ասեցի։ Սպասի ինքը։ Այս տիպիկ դալի բաներից է, նկարներից է։ Որտեղ նորից ինքը դժվար է հասկանալ ինչ է փորձում ասել, բայց դա իմաստը։ Դու պետք է փորձես գտնել իմաստ իր գործերի մեջ։ Սա ամենահայտնի գործը չի, բայց ցավոք այստեղ չկա իր լավագույն գործերը, բայց սիրում եմ։ բանը չէ, ժամացույցն է երևի ամենահայտնին։ Այո, այդ եմ փորձում գտնել, բայց չկա ստերոյդին։ Մի հատ բան իր արած այս վերջից մի հատ գրքում հանդիպեցի, որտեղ մեջ բերված էր իր գրած գրքերից մեկից, իր մտքերից մեկը, ասում է sense իհարկե շատ սիրուն կլներ, որ ես բառացի կանոնայի մեջ բերեի, բայց փորձեմ իմ ձևերով մոտավոր այդ բանը ասել էլի, ասում է ոնց որ քնի բանը ճոխությունը քունը որպես բավար արվեստագետի համար քունը բավարարելու լավագույն միջոցը մի հատ պահ կա, որ հենց դա է, որ ամբողջովին քեզ բավարարա։ Դրանից ավելի բավարար ոչ մի բան չկա։ Վերցրու ձեռքիդ ծանր բանալին, տակը դիր կացա, վերցրու իսպանական ոճով բասկաթոռը, որի վրա կկարողանաս ամենահարմար ձևով փռվիր ու արցերքում այսինչ կետի, այսինչ դիրքի վրա պահիր այդ ծանր բանալին, որի վրա ուղղահայաց տակը հենց այդ թարտրված կացան է ու ասում է փորձիր քեզ մարմինը թուլացնել այնքան, որ քունը կարա մտնի քո մեջ, եսի ինչ անի, ու ասում է այդ ժամանակն է, հենց այդ ժամանակ, երբ որ հասնի այն կետին, որ ոնց որ քունը արդեն սողոսկել է քո մարմնի մեջ, այդ ժամանակ բանալին ձեռքիցդ կընկնի ու իր այդ հարվածի մեծ հզոր ուժը, որ ձայնը, որը քո այդ նոր քնի մեջ մտած բանի միջով քնի մեջ մտած մարմնի մեջով կանցնի այդ ձայնը, քեզ կարթնացնի ու հենց այդ պահն է, որ քեզ լիարժեք բավարարա որպես քուն ստեղծագործելու համար ու ես նաև գիտեմ, որ ինքը հենց այդ մեթոդով էլ առաջնորդվել է ստեղծագործելուց, որ նստել է, ասենք, կտավի դիմաց կամ ոսկով աշխատելուց ու հենց այդ պահին, որ ենթագիտակցության մեջ կոնկրետ հարաբերություններ է գնում, այդ ժամանակ առաջին եկած պատկերը հիմնականում այն պատկերն է եղել, որը ինքը պատկերել է։ Ինչքանով կարողացա լավ ներկայացնել։ Հա, չէ, լավ ստացվեց։ Այդ կարծում եմ այդ մոտեցումը ուրիշ մարդիկ են օգտագործել, որտեղ որ փորձել են բնացնել այդ անցումը գիտակցության եւ քնի միջև եւ հենց այդ պահն են բանավել օգտագործել, որ իրանց մտքերը ոնց որ բանան կարողանան գրեն կամ հիշեն կամ բայց այս քո պատմածը բավականին հայտնի է, որովհետև ինքը հատուկ է անում, հենց որ զարթնի այդ պահին, որ չմոռանա այդ մտքերը, որ հետաքրքիրն այն է, որ ես այդ մեթոդը որպես
ստեղծագործելու մեթոդ գիտեմ, որ վերցնում են հիմնականում ասում են գտալը, գտալի տակ էս ինչ դիր, հա, ժամանակ հելի ու նկարի, բայց շատ հետաքրքիր էր ու անհասկանալի մինչև հիմա, որ ինքը այդ գրքում խոսում է քնի մասին, թե ինչքան կարևոր է քունը, խոսում է քնի մասին, Սալվադոր Դալին է շատ լավ ասել ու խոսում է թե Սալվադոր Դալիի բանը մոտեցումը որն է եղել, ու իր մոտեցումը ոչ թե ստեղծագործականության մասն է, այն որ ստեղծագործողի համար այդ քունը լրիվ բավարար է բան անելու համար, լիարժեք ոնց որ այդ պահը բավարար է, որ քեզ այնքան էներգիա տա, որ դու կարողանաս շարունակես ստեղծագործել կամ ոնց որ քնի բավարար լինելու մասին էր։ Այո, լավն է։ Սա իվա հայտնի գործերից է իմիջայլոց, որտեղ որ ժամանակը այս ժամացույցերի միջոցով տեսնում եք ոնց է ներկայացված նույնից մտածել է տալի ժամանակի արժեքը նույնից այս ամբողջը այնպեսի ժամանակաշրջանում է եղել, որտեղ որ արդեն ժամացույցեր կային եւ ժամացույցը հստակ նպատակ է ծառայում, որ մարդկանց օրը կարողանա կարգավորել իրենց անելիքները ժամանակի կարևորությունն է այստեղ ժամացույցի միջոցով նաև ներկայացված եւ ոնց տեսնում եք ժամացույցը այստեղ ձևափոխվել է եւ գուցե այստեղ հարցը թե ժամանակի արժեքը եւ կարևորությունը եւ ինչն է ժամանակ ձևափոխում ինչն է մեզ տալիս այդ տպավորությունը որ արագ անցավ ժամանակը կամ դանդաղ անցավ ժամանակը ինչքան կարևոր է ժամանակը մեզ համար չէ այդ հարցերն են այստեղ ոնց որ էական ինչեւ է հարցեր կամ ցեկազիկ չգիտեմ ինչքան լավ ստացվեց Աթու քո հարցին պատասխանել դե հետ վերադառնանք այստեղ Ես հարցնեմ։ այո անպայման ասա Հիմա այնտեղ այս լախի վերևի մասում պրագմատիզմ, ռացիոնալիզմ, իրանք մի ձևի անհատին ուղղված իզմեր են, հետո որ ինչ որ բայ սկսեցինք խոսալ նացիզմ, բան, այդ արդեն մի ձևի խմբակային է։ Բայց այս սաղ իզմերը հենց է միջինացված է լիքը մարդկանց այդ պահին քանակով, բայց ինչ որ տենց անցում կա ժամանակաշրջանային, որ անհատներից անցնում են տենց ինչ որ խմբակային իզմերի։ կարծում եմ երկուսն էլ միշտ եղել են չեմ մանում եթե ինչ որ ժամանակ կա որ ուզեւ ասեմ գուցե ճիշտ ես նկատում որ ժամանակի ընթացքում երբ մարդիկ սկսեցին ավելի եւ ավելի մեծ քաղաքներում ապրել եւ ավելի մարդկանց թիվը շատացավ ընդհանրապես երկրի վրա ավելի եւ ավելի հնարավոր դարձավ ինչ որ մարդկանց կառավարել մարդկանց դրթել ինչ որ ուղղությամբ այդ ձևի լայն շարժումների միջոցով երբ որ հետ վերադառնալով սարը պատերազմին երբ որ սարը պատերազմը գլխավոր բայկարն է ասենք աշխարհում եւ ոնց ասեցի այդ վեճը կամ թշնամությունը գալիս է տնտեսական գաղափարախոսությունից կապիտալիզմ կոմունիզմի դեմ կապիտալիզմը գլխավորում է փողը որ ունի անհատը որ իրան թույլ է տալիս որ ինքը իր փողով նախընտրի A կամ B
կամ այլ դաբերակը եւ դա է ամբողջ իմաստը, որ մրցակցություն կա եւ մրցակցությունը էապես կախված է այդ փող ունեցողի ոնց որ քվեարկության հույսին դրանից է կախված փող ունեցողը ամենաուժեղն է այստեղ որովհետեւ ինքն է որոշում որ խանութը գունենա այդ գումարը եւ կգոյատևի եւ որ մեկը կփակվի որովհետեւ ոչ ոք փող չի տալիս կոմունիզմը շուտ է տալի այս մոդելը եւ ասում է հանուն հասարակության առողջությունը կենտրոնական որոշում է լինելու ամեն ինչի եւ այդ կենտրոնը կառավարությունն է որը գիրառում է պետության կամքը եւ այդտեղ հարաբերությունը որ կենտրոնն է որոշում ով պետք է ինչ անի ոնց պետք է անի օրինակ կենտրոնն է որոշում այս ձևի մտքերը այս ձևի մարդիկ այս ձևի զբաղմունքը ընդունելի է կամ ոչ ընդունելի եւ նույն սկզբունքով այդ կենտրոնն է որոշում է քանի ձևի կոշիկ պետք է լինի մյուս տարի եւ քանի հատ զույգ պետք է լինի ամեն ձևից ոչ որտեղ մարդիկ կարիք ունեն այդ ձևի կոշիկ հագնելու օրինակ որտեղ տաք է բահում ոտքերը եւ ցուտ է լինելու մյուս տարի որը իմիջիայլոց շատ դժվար է կանխատեսել անգամ ժամանակակից տեխնոլոգիայով բայց նաեւ այդ կենտրոնական մարմինը ինքը որոշում է նախապես թե ինչ մարդիկ պետք է հավանեն որ հետ կապ չունի թե որ գոշիկն է օրինակի ամ ավելի տաք պահում ոտքերը որտեվ ցուտ է այլ կապ ունի թե մարդիկ հիմա որ ոչից են հոգնել եւ որ ոչն են նախընտրում ոչ միայն դժվար է անհնար է կանխատեսել անհնար է ինչպես լավագույն ձևը որ կանխատեսեց մարդիկ ինչ են հավանելու որ դու որոշես ինչն է դու եկան դա մոդայի իմաստի իմիջիայլոց բայց դա ուրիշ թեմա է նենց որ այդ վիճաբանության հիմքում կա մի հատ շարժում որը գլոբալիզացիայի շարժումն է որը ասում է որ տնտեսությունը պետք է լինի միջազգային չպետք է լինի կենտրոնացված մի երկրում որ այդ նույն շուկայի միտքը որտեղ որ լավագույն արտադրանքը արժանի է լինում գնոթի այդ փողին նույն սկզբունքով շուկան ամբողջ աշխարհն է եւ շուկայում լավագույն արտադրողը պետք է կարողանա լավագույն դիրքը ունենալ որ բնական է որ կապիտալիզմի ձեռնադու գաղափարախոսություն է կամ մոտեցում է իմիջիայլոց այդ դրա պատասխան մոտավորապես 2000-ից այս կողմ 21-րդ դար այսինքն ավելի եւ ավելի մեծ շարժումներ կան որ դրան հակակշռեն եւ ավելի դարձնեն շուկաները տեղային եւ այդ շարժումները գալիս են տարբեր ուղղություններից օրինակի համար ուղղություններից մեկը որ կենտրոնացնում է շուկաները բնապահպանության շարժումն է որ գոչվում է environmentalism որը environment-ից է գալի որը նշանակում է բնությունը այստեղ չի հերիքի բայց կփորձեմ գրել
բնապահպանությունը ասում է, որ բնության ավելի մեծ վնաս է, երբ որ անում ես օրինակի համար քո արոյա բանջարեղենը, վարունգ լոլիկը 3000 մղոն այն կողմից փոխանակ 3 կիլոմետր քո գողքի հարևանի կամ գյուրի հողից, որտեղ տեղափոխելու համար ավելի մեծ էներգիա պետք է ծախսես եւ դա արդյունավետ չի։ Եվ ընթացքում դու քո հարևանին չես օգնում, որը նշանակում է, որ քո պայմաններն են ավելի վատ լինելու, որտեղ քո հարևանը, եթե դու փող ունես, հարևանը փող չունի հիմա։ Եվ եթե հարևանը փող չունի, քո երկրի տնտեսությունն էլ այդքանով վատ է։ Օրինակի համար հարգերը ավելի քիչ փող են հավաքում եւ հարգերից ինչ ծառայություններ որ պետք է լինեն քո երկրում չկան կամ ավելի խեղճ են։ Ինչու՞, որովհետեւ դու նախընտրել ես քո փողը 10 ուրիշ երկրի քաղաքացուն եւ այնտեղի հարգերն ես դու մեծացնում։ Տեսնում եք մտածելակերպը, որը հակառակ է կապիտալիստական գլոբալիզմի կամ գլոբալիզացիայի մոտեցումին, որը ասում է, որ լավագույն արտադրանքը, լավագույն ապրանքը անկախ թե երկրում որտեղ է գտնվում, այդ մեկը պետքա որ լինի ամենաարժանին։ Բաց մրցակցություն։ Իհարկե ուրիշ գնահատական մոտեցումներ էլ կան, բայց հիմա քաղաքական ուղղությամբ չեմ ուզում գնանք։ Ուզում եմ ասեմ, որ սրանք բաներ են, ալիքի նման դաբեր գագաթներ են, որը մարդիկ ծայրահեղությունից ծայրահեղություն են գնում։ Մինչև գլոբալիզացիան համաշխարհային երկրորդ պատերազմի հատկապես գլխավորությամբ նացիզմը եւ ֆաշիզմը եւ կոմունիզմը կենտրոնացվել էին իրանց ռեսուրսները շատ եսասեր ձևով։ Մենք ուրիշների հաշվին սկզբունքով։ Համաշխարհային պատերազմից հետո, երբ որ արդեն քայքայվեց այդ ամբողջը, մնաց միայն կոմունիզմը որպես կենտրոնական մտածելակերպ, որը նացիզմի եւ ֆաշիզմի նման ծայրահեղական չէր, այլ ինչ որ չափով ընդգրկում էր այլ պետություններ, այլ գաղափարախոսություններ, ազգեր, կրոններ, մոտեցումներ, տնտեսություններ, այդ իրա մոտեցումի մեջ, երբ որ այդ մեկը մնաց, իդեմ կապիտալիզմի, որը ինքն է կոմունիզմի հետ համագործակցելով ջախջախել նացիզմը եւ ֆաշիզմը, եւ դրանք էլ ասեմ ովքեր էին գլխավորները, հիմնականում Գերմանիայի նացիզմը եւ Իտալիայի, Իսպանիայի ֆաշիզմը եւ Ճապոնիայի։ Սրանք գլխավոր հակառակորդներն էին։ Կապիտալիզմը եւ կոմունիզմը իրանց հարցերը փորձեցին լուծել նույնպես տնտեսական հողի վրա, բացելով կապիտալիզմի առաջնությամբ շուկաները։ Իհարկե կոմունիզմն էլ է փորձում միջազգային արևտուրի միջոցով օրինակի համար սկայական քանակի արտահանում կար Սովետ միության կողմից եւ ներմուծում։ Օրինակ սկայական քանակի շաքար էր ներմուծում Սովետ միությունը Կուբայից, որը աշխարհի մյուս կողմն է գտնվում։ Ամբողջ Եվրոպան պետք է անցնեի, մի հատ էլ ամբողջ Ատլանտիկ օվկիանոսը պետք է անցնեի, որ Կուբա հասնեի։ Այնտեղից շաքար էր ներմուծում։ Սկայական քանակի ամբողջ Կուբայի 70% շաքարի Սովետ միությունն էր գնում։ Տասնյակ տարիներ շարունակ իմջայլոց։ Այնքան որ երբ Սովետ միությունը փլուզվեց, Կուբայի շաքար
արտադրելու ինդուստրիան ամբողջովին տապալվեց, որտեղ մրցակցությունից դուրս էին, որտեղ չէին զարգացվել իրանց գործարանները, իրանց մոտեցումը, իրանց սարքը, եւ այլն եւ այլն։ Երբ որ ունես դու քո սկայական ամբողջ երկրի 70% արտադրության առնող հաճախորդ, որ ուրիշ մեկից չի առնելու անկախ գինը, որտեղ քո հետ է պայմանավորվել, եւ դու էլ ներմուծում ես իրա երկրի արտադրած բաներից, ուրեմն դու անվտանգ հանգիստ կարաս ապրես։ Եվ դենց էլ եղել է, մինչև Սովետ միությունը փլուզվեց։ Եվ մի օր ու գիշերու Կուբայի շաքար արտադրողները բոլորը գյուղացուց սկսած մինչև գործարանի տերը, մինչև նավի վրա դնողը անգործ մնացին։ Որտեւ արդեն իսկ միջազգային շուկայում շատ մեծ մրցակցության պատճառով կամ շնորհիվ գուցե ասենք, մնացած արտադրողները, օրինակ Բրազիլը, այնքան է զարգացվել իրա կարողությունները, որ իրանք շատ ավելի էժան կարողանում էին արտադրել մեքենաների գործարանների շնորհիվ։ Իսկ Կուբայի ժողովուրդը դեր ձեռքով էին մեծ մասամբ անում։ Սա բազ օրինակ է, բայց լիքը ուրիշ երկրներ էլ առնում էին Սովետ միությունից լիքը ապրանք եւ Սովետ միությունը հետադարձ առնում էր լիքը բերք եւ այլ բաներ այլ երկրներից։ Հենց որ երկուսն էլ ինչ որ չափով Ամերիկան էլ Սովետ միությունն էլ գլոբալիզմի եւ գլոբալիզացիայի սկզբունքով շարժվում էին առաջ։ Գնանք մեկ վարյան։ Գնանք։ Ես 5 րոպեից պետք է գնամ ցավոք սրտի։ Ուրեմն երբ որ այս գլոբալիզացիայի շարժումը մի քանի տասնյակ տարի արդեն մարդիկ համտեսել էին եւ տեսել էին հետևանքները, եւ մի քանի տասնյակ որ ասում եմ 21-րդ դարի սկիզբը արդեն իսկ բավականին երկար ժամանակ է, որ մարդիկ տեսել էին այդ ոնց է աշխատում այդ ամեն ինչը, եւ Սովետ միությունը երբ որ փլուզվեց 89-91 թվականին այդ շրջանում, երբ որ բոլոր 91-ին արդեն բոլոր երկրները ազատագրվել էին Սովետ միության տարածքի բոլոր երկրները, այդ գլոբալիզացիայի սկզբունքը ավելի ուժեղ է դարձել, մարդիկ սկսեցին դրա դեմ ապստամբել եւ մինչեւ որս դա շարունակվում է, ոնց ասեցի, դաբե հողի վրա, դաբե բաժաներով, բայց վերջում հիմա հակառակ ուղղությամբ է գնում, ավելի գնում է պաշտպանելու ուղղությամբ եւ եթե լուրերը հետևում եք, այսօրվա եղած տարիֆների պատերազմը անմիջապես գլոբալիզացիայի հակառակ ուղղությամբ գնալու ամենահստակ, ամենաուժեղ եւ ամենաանմիջական երևույթն է։ Որտեղ որ դա գոչվում է իմիջիայլոց տեղ չմնաց ներքևը, մի վարյան սկարամ։ Կարամ սենց անեմ։ Սա գոչվում է ուրիշ անուն։ Այս անգամ այս մեկով թող լինի։ Սա գոչվում է protectionism։ Protectionism-ը, որ պետությունը, այսինքն կառավարությունը ինչ որ երկրի պաշտպանում է իր երկրի արտադրությունը եւ հետեւաբար իր տնտեսությունը բան դնելով գին դնելով ներմուծված ապրանքի վրա դուրքի տեսքով։ Այսինքն չեն արգելում
ներմուծել, ազատ շուկա է, բայց եթե ներմուծում ես ուրիշ երկրից ինչ-որ ապրանք, դրա վրա գին են ավելացնում։ Նենց որ այդ գինը քաղաքացին է վճարելու, որ ուզում է օգտվել օտար երկրից եկած ապրանքից, որ ավելի դժվարացնեն եւ քաջալերեն տեղական ապրանքը, հետեւաբար տեղական ապրանքը դառնում է համեմատաբար մատչելի, եւ նույն ժամանակ այդ փողը գնում է կառավարության մոտ, որ օգնում է որ կառավարության ոնց որ բյուջեն բարելավել։ Եվ իհարկե այս ձևի մոտեցումը կարող լինի տարբեր ըստ ապրանքի եւ ըստ որ երկրից է ներմուծվում։ Եվ դա որ այսօրվա դրությամբ կատարվում է։ Հենց որ օրինակ Ամերիկան կարող ասի Չինաստանից ներմուծված օրինակ շարժիչը կամ ավտոմեքենան այսքան դոկոս վեն բանա լինելու, գումարա լինելու, բայց Ճապոնիայից օրինակ ներմուծված շարժիչը կամ ավտոմեքենան չի լինելու կամ ուրիշ տոկոսա լինելու։ Եվ դա հակառակն է ինչի գլոբալիզացիայի։ Սա քաջալերում է տեղական արտադրանք եւ ոչ թե արտաքին։ Փակում է շուկաները։ Եվ շատ մեծ իրոնիա կա այստեղ, եթե չեք նկատել, բացահայտորեն ասեմ, որ ամերիկյան է գլոբալիզացիայի առաջնորդը եւ այսօրվա դրությամբ այս փակելու ուղղությամբ protectionism-ի առաջնորդը ամերիկան է նույնպես։ Նախքին ժամանակաշրջաններում Անգլիան է եղել protectionism-ի գլխավորը։ Անգլիան շատ նման քաղաքականություն է ունեցել մի քանի 100 տարի առաջ, որտեղ որ ինքը նույնպես, երբ որ ամենաուժեղ բաներից է գերուժն է փաստորեն երկրի, նույնպես ինքը քաղաքականություն է ունեցել, որ իր տեղական կամ իր արտադրանքը պաշտպանի ներմուծվածից, որ ավելի էժան ուրիշ երկրներում է արտադրվում։ Մի խոսքով այս ամբողջը փոփոխություններ են պատմության ընթացքում, որ ճիշտ է մենք ավելի շատ խոսացինք քաղաքական եւ գաղափարախոսական իզմերի մասին, ոչ միայն արվեստի, բայց արվեստը փոքր տոկոսն է, որտեղ որ մարդիկ արվեստի միջոցով փորձում են ընթացիկ հարցերի մասին գազիկ հայտնեն կամ գնահատեն կամ փորձեն մարդկանց ստիպեն կամ քաջալերեն որոշ ձևով տեսնեն իրականությունը։ Բայց իրականում այս իզմերը շատ ավելի լայն հասկացողություններ են, որոնք որ ոչ միայն փիլիսոփայություն են, որպես զուտ փիլիսոփայություն, այսինքն ուսումնասիրելու նպատակով փիլիսոփայություն, այլ իրանք փիլիսոփայություններ են, որտեղ որ շարժումների արդյունքում մարդիկ ապստամբում են, գնահատում են կամ առաջարկում են այլ մոտեցում, այլ տարբերակ, որտեղ որ իրանք մտածում են ավելի լավն է, ավելի վեհ է, ավելի արժանի է։ Ճիշտ նույն ձևով, որ մարդիկ երբ որ գիտական հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա դեմ պայքարեցին ռոմանտիսիզմով, դրանից հետո էկզիստենցիալիզմով մարդիկ պայքարեցին օրինակ պատերազմների եւ այդ անխելք դաժանության դեմ, որը հետադարձ բերեց ժամանակակից խնդիրների դեմ պայքարը, օրինակ environmentalismով եւ protectionismով եւ այլն։ Լավ, ես պետք է գնամ, բայց վերջի հարցերը եթե ունեք, կարող եք եթե սպասեք, ես մի քանի րոպեից կարող եմ հետ վերադառնալ, կարճ պատասխանեմ ձեր հարցերին, մինչև մեր ավարտելը։ Իսկ եթե ոչ, կարող ենք հիմա ավարտել։
հանգիստ գնա օ գործերի նեղի հարցեր որ ունենանք թեկուզ մյուս անգամ կարողանանք տալ Շատ բարի։ Ապրեք։ դուրս է տալիս ոնց հասկանում ենք Ուրեմն ձեր մոտ կհանդիպենք 2:25 ցերեկ։ շատ շնորհակալ ենք Աշճան Ես էլ նույնպես կհանդիպենք նոյեմբերի 2-ին։ ինչ հանդիպում Լավ եղեք, բարի գիշեր։ Մերսի շատ ինֆորմատիվ էր։ Ստի։ Բարի գիշեր։ Վախեմ։